Ֆինանսական անկայունության մեղավորը կենտրոնական բանկն է։ Մենք անկախ կենտրոնական բանկ չունենք, անկախ ֆինանսական մեր քաղաքականությունը չունենք։ Բանկային համակարգը մեր երկրում ունի չլուծված խնդիրներ, պայմանավորված արտաքին կախվածությամբ։ Բանկերն իրենց հերթին կախվածության մեջ են պահում բնակչությանը, սահմանելով բարձր տոկոսադրույքներ։ Վարկը վերցնում ես 24%-ով, քույ շահույթի եկամուտը կազմել է 10-15%։ Ակնհայտ է, որ դու հաջողություն ակնկալելու որևէ հնարավորություն չունես։ Նման զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենում բոլոր ճյուղերի վրա։ Գյուղատնտեսությունը էապես քայքայված է, գիտությունը ֆանտաստիկ ոչնչացված, ասենք, sense թվեր բերեմ, 33,000 գիտատեխնիկական կադրերից այսօր մնացել է մոտարապես 3,500 23 տարվա ընթացքում 1500 գործարան փակված է, տնտեսագիտությունը 23%-ի իջած է, արտաքաղթը շատ ահռելի մեծ չափանիշներ ցույց է տալիս, գրթությունը ամենավատ վիճակի մեջ, մահերու դոգոսը բարձրացած, ծնունդի դոգոսները ցածր։ Ֆիզմատգիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը առաջնահերթ է համարում իրավիճակից դուրս գալու ելքերը։ Կամ մեր տնտեսագետները ուղղակի չեն տիրապետում իրադրությանը, կամ վախենում են ուղղակի բարձրաձայնել հիմնական պատճառները, թե ինչն է պատճառը այդ պերմանենտ պարբերական ճգնաժամերի։ Բանախոսները վստահ են, եթե օր առաջ չլուծվեն հույժ կարևոր այս խնդիրները, երկիրը վերջնական կործանումից փրկել հնարավոր չի լինի։